Բարև ձեզ հարգելի հայրենագիտներ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ինչու՞ չէ նաեւ աշխարհասկյուր հայություն։ Տվյալ պահին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախկին շրջայց, հիմա որ մենք վերափոխեցինք հայրենաշունչ հաղորդաշարն է, Կիրակնորիա, որ դուք տարիներ շարունակ լսում եք, տվյալ պահին գտնվում ենք ուրեմն Սպիտակի ուրեմն երկրաշարժի կենտրոնի Սպիտակ քաղաքի կողքին գտնվող իտալական կոչվող թաղամասում։ Սա ժամանակին գիտեք, որ հարվածի հիմնական տեղերից մեկն է եղել, դա բացատրելու բան չի, բոլորդ գիտեք, եւ ինչու իտալական թաղամասից, որովհետեւ երկրաշարժից հետո իտալացիներն, ինչպես որ նաեւ շատ այլ օգնողներ, ձեռքմեկնողներ, այս թաղամասը ժամանակավորապես հիմնեցին 3 տարի ժամանակով սրանք դոմիկ կոչվածներն են, բայց ես քաղաքացիներին նաև տեղի բնակիչներին պիտի ասեմ, որ սրանք դոմիկ չեն, ռուսերենով խոսելը դադարեցրեք, ուրեմն սրանք տնագներ են, որ տրվել են քաղաքացիներին։ Մենք ընդհանրապես պիտի սովորենք հայոց լեզվով խոսել։ Ուրեմն այս տնագները տրվել են, ասեցի ժամանակավոր որպես կացարաններ եւ կառուցված են ոչ փայտից, այսպես տարբեր շինարական ժամանակավոր մատերիալներից բարգացած ուրեմն բնակարաններ են։ Պարզ է նպատակն այն էր, որ ժամանակին պետք էր այս թաղամասը վերականգնվեր եւ դառնար իսկական շինհրապարակ եւ բնակավայր։ Բայց բանն ինչ է, որ ինչպես որ գողապետության շրջանի գող նախագաների ուրեմն կենսագործունեության ամբողջ ընթացքում, որոնց խնդիրը ժամանակին սալյարկա գողանավ ավելի տարիներ, այդ տնագներում են ապրում։ Այստեղ մեզ մոտ այս հրաշալի երեխաները արդեն այն երեխաներն են, որոնք ուրեմն տեսեք հողերի քարերի մեջ խաղում են։ Իրենց, այսպես ասած, տարիքային բաժաններն են բավարարում, բայց եղած ամբողջովին սա է։ Ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն ես ենթադրում եմ, որ կառավարությունը երևի լավ չեն զեկուցել, կամ տեղյակ չեն, կամ չգիտեմ ինչ պատճառներով հավանաբար այս բնակավայրը հաշվից դուրս մնացած տեղ է։ Ուրեմն սանթանաբես, բայց կա մասնավոր հարց նաև։ Այս դոմիկ կոչվածները, տնագները, մի մասը 30-40 տարի բնակվում են, դուք պատկերացրեք ներքին կենցաղի կազմակերպման համար ինչ վիճակ է։ Դուք գիտեք, որ սա չոր եւ սառը, այսպես ձմեռվա իմաստով բնական պայմանների գոտի է, դա մեր հայրենիքի հետ հատված այդպիսին է, ուրեմն մարդիկ ապրում են այստեղ։ Ուրեմն մարդիկ կան 30 տարի պատկերացրեք։ Հիմա այս լավ կերներ, որ Քոչարյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը իրենց հարազատներով աքսորվեին նման բնակավայրեր եւ իրենց հարստությունները բացատրեին, թե այս դոմիկների հետ առնչություն ունեն, թե չունեն։ Եվ առասարակ սրանք, ովքեր Հայաստանը դրեցին այս աղետալի ճանապարհի մեջ եւ այլն։ Հիմա ուրեմն դա մի բան է, որ մի մասը վստահ բան է։ Ուրեմն ապրում են դեռևս սերունդ, երկրորդ մասը կա։ Բնակիչներն ասում են, որ կան նաեւ տնագներ, որոնց ծագումն է անհայտ։ Տերերը որտեղ են, ինչ են, դռները փակ, ուրեմն դրանք ինչ են, ով են, ինչ են, չեն օգտագործվում, իստեղ պարզ է, որ մեզ պետք է որ մեր երիտասարդներն ամուսնանան, նոր ընտանիք կազմեն, թեկուզ այսպիսի տնագներ ունենան, դա էլ անհայտ բան է։ Մի խոսքով տխուր է պատկերը, ես օրինակ չէի ենթադրում, մենք միշտ Գյումրվա մասին ենք լսել կամ Գումայրի, այնտեղ եղած խնդիրները, բայց այստեղ ամբողջ մի թաղամաս ահավոր այսպիսի մի վիճակում է։ Ուղղակի եղանակը լավ է եւ հաճելի է եղանակը բանել։ Հիմա ապրելու միջոցները բարձ է, որ այստեղ այնքան էլ են չեն եւ այլն։ Առաջարկս է, որ ուրեմն մենք հանրապետության ոչ մի վայրում անհայտ էջերով, անհայտ կենսագրությունով բնակավայրեր եւ այլն չթողենք։ Ուրեմն այս հարցով զբաղվել է պետք, մարդիկ ստացել են թղթեր, մարդիկ ստացել են իրավունքներ, 3 տարին տարել է 30 տարի, կարող է դառնալ 300 տարի եւ մարդիկ այսպես դատապարտված ապրեն։ Մեծ խոսելը ես գիտեմ չնեղանա, Քարոյանը հատիկը նայ է մեզ բոլորիս, բորոտախոսությունը, բայց բորոտախոսությունով հայրենիք չես վերաշինի եւ այլն։ Պետք է որ սրանով զբաղվեն եւ նման բնակավայրերը կյանքի կոչվեն, որտեղ մեզ ուրեմն մարդկային ռեսուրս է պետք։ Մեր կյանքի համար ու ասեմ սոցիոլոգիական մի երևույթ։ Եթե մենք ուզում ենք ժողովրդի որակ, իսկ մենք ուզում ենք, եւ մենք գիտենք, թե մեր ժողովրդի որակը ինչպիսի անկում ունի, այստեղ ընդհանրապես դա սոցիոլոգիայի իմաստով եմ ասում, եթե ուզում եք ժողովրդի որակ, այս տնագներում ինչ ժողովրդի որակ, ինչ կրթություն, ինչ դաստիարակություն, էլ ինչ համակարգիչ, ինչ դաշնամուր, հա, ինչ
կինոֆիլմ, չգիտեմ ինչ, մշակութային ինչ միջոցառում եւ այլն։ Ուրեմն կարծում եմ, որ հարցը պիտի լուծվի, դուք գիտեք, որ մենք երբեք հարցերը չենք սրում, մենք հարցերը դնում ենք խնդիրներ լուծելու համար։ Ուրեմն պետք է միջոցներ ձեռք առնել նման բնակավայրերը, ուրեմն կարգի բերել։ Ստեսություն բոլորիդ, շնորհակալություն, ասեմ ձեզ նաեւ, ամոթ մեզ աշխարհում եք հայությանը, որովհետեւ մենք չենք կարողանում մի 30,000 քառակուսի կիլոմետրանոց մի մարդավարի նորմալ մեր պատմության արժանի պետություն ստեղծենք իր բոլոր հարմարություններով եւ նաեւ աշխատենք անշուշտ, նաեւ չխապենք, որովհետեւ այստեղ խապված բաներ կա, շատ բնակա այդ դոմիկների կամ տնագների տերեր անհայտ են, ով են, ինչ են, ինչի են վերցրել, ինչու չեն տրամադրում իրենց հայրենագիցներին եւ այդ սուտ սերտիֆիկատները, որ սա սրանն է, այստեղ արդարացնելու չի, պիտի հանձնաժողով ստեղծել, ովքեր չկան, պիտի սեփականազրկել եւ նրանց ում որ պետք է, մնացածները կարծում եմ բնակավայրը պետք է կարգավորվի։ Ստեսություն ձեզ, ուրեմն իմացեք, որ մեր երկիրը վերաշինելու գործը մենակ մերն է եւ շատ վատ է, որ իտալացիների ուրեմն ստեղծած թաղամասը հայերը պահում են որպես հնության եւ տխրության աղքատության հուշարձան, դե էր ուրիշ ինչ կարելի ասել։ Ուրեմն երևի իտալացիք ավելի մտահոգ են եղել, այդպես էլ կա, կամ գողապետության շրջանի գողավազակ իշխանությունները, որոնք երկրում այս վիճակն են առաջացրել։ Ստեսություն ձեզ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, որտեղ ես մեր փոքրիկները չեմ ասում, նրանք լիարժեք, ավելի շատ լիարժեք ապրելու իրավունք ունեն, քան հյուսիսային Բողոտայի ուրեմն անհայտ ծագումով սեփականատերերը, ես էլ ասեմ ձեզ, իրենք լիարժեք կրթություն, դաստիարակություն ստանալու պահանջ եւ իրավունք ունեն, իսկ այստեղ դուք բարձր որ հասկանալ եք, դա չի կարող լինել։ Ի գործ, ինչպես ասում են, մենք այսպես նման բաներ ձեզ ուշադրությանը կներկայացնենք։ Ստեսություն ձեզ։